Սիրելի հավատացյալներ, այսօրվա իմ քարոզի բնաբանը ես վերցրեցի քիչ առաջ Սուրբ Սեղանի վրայից ընթերցված Մատթեոսի ավետարանի 24-27 համարից, որ ամբողջությամբ պատմում է աշխարհի կործանման և Քրիստոսի երկրորդ գալստյան մասին, բայց այսօր տոն է հայ առաքելական եկեղեցում, հայ եկեղեցին տոնում է Սուրբ Խաչին նվիրված 4 տոներից ամենավերջինը, Յուդ Խաչի տոնը, գիտեք այս տոնը ամբողջ քրիստոնյա եկեղեցին է տոնում, և տոնը անմիջականորեն պատմոնի պատմությունը գաղտնված է Քրիստոսի աստվածորդու երկրային կյանքի հետ, պատմվում է, որ Քրիստոսի խաչելությունից հետո երկար ժամանակ 3 խաչապայտերը մնում են Գողգոթայի լեռան վրա, այսպես շատ անուշադրության մեջ, քոչիների և աղբերի մեջ, և պատմվում է, որ այնտեղ երեխաները գնում են այդ հարվածում, նամանավանդակ եղանակներին, խաղեր են խաղում, և մեզ մի փոքրիկ պատմություն է հասել նաև, որ այդ խաղերի ժամանակ, երբ որ երեխաները մասերում էին, ուրեմն խաղում, մի կապ տղա պատահաբար մտնում է խաչապայտերից մեկը և առողջանում է, և ինչպես պատմիչն է ասում, ուրախացած վազում գնում է տուն։ Կլավդիոս արքայի կինը պատրոնիկ են առաջին դարում Քրիստոսի խաչելությունից հետո ցանկանում են գտնել Քրիստոսի, գնալ և գտնել Քրիստոսի խաչապայտը և գնում է Սուրբ Գողգոթա, այնտեղ գտնում են 3 խաչեր և որպեսզի իմանան նրանցից որն է Քրիստոսի խաչապայտը և պատմվում է, որ մի մահամերձ կնոջ են այնտեղ մոտեցնում խաչերին և կինը մի խաչին դիպչելուց հետո առողջանում է և այդպես առանձնացնում են այդ խաչը և հետո պատրոնիկ են խնդրում է եպիսկոպոսին, որպեսզի Քրիստոսի խաչապայտից մի փոքրիկ կտոր տա իրեն և այդ կտորն է, որ հետո սերնդեսերին անցնելով Սուրբ Հռիփսիմեկ կույսի մոտերինում իրենց տոհմական, ուրեմն տոհմից տոհմ այսպես տեղափոխվում տոհմերում, այսպես դարերում միջով անցնելով հասնում է Հռիփսիմեկ կույսին և որը որ բերում է Հայաստան և այդ խաչապայտն է, որ այսօր մենք ունենք մեր եկեղեցում։ Բայց այնտեղ նաև ուրիշ քրաշներ են լինում, որից սարսափած հրեաները վերցնում են և տանում թաքցնում են մի ձորի մեջ են գցում խորը խաչապայտերը և երկար ժամանակ մնում է այնտեղ։ Եվ մոտ 300 տարի հետո Հեղինե Թակուհին ուզում է գնալ և գտնել խաչապայտը, գալիս է Երուսաղեմ և շատ մեծ դժվարությամբ կարողանում են գտնել այն մարդուն, այն հրեա մարդուն, ով որ գիտեր, այնտեղը որտեղ թաքցրել էին խաչապայտը և նաև այն ժամանակ, որ սիրիաները առավել այսպես թաքցնեին Քրիստոսի խաչապայտի տեղը և նամանավանդ շատերը գնում են այնտեղ և բուժվում էին։ Որպես հետո նման խոսակցություններ չլինեն, Աֆրոդիտեի արձանն են այնտեղ կանգնացնում այն մտածումով, որ եթե հանկարծ Աղբերասիանը բուժվել է, ասեն Աֆրոդիտեի աստվածուհու միջոցով են բուժվել իրենք։ Եվ Սուրբ Հեղինե կույսը գալիս է, փնտրում է և միայն այդ մեկ հրեա անձն է, որ գիտեր այնտեղը որտեղ որ թաքցրել էին խաչապայտերը, բայց ոչ մի կերպ չի ցանկանում ասել, որովհետև ինքը հրեական կրոնի սպասավոր էր և ոչ մի կերպ չի համաձայնում և հետո
ստիպված է լինում, հեղինեթակնի ստիպված է լինում, որպեսզի պատժամիջոցների անցնի և նրան երկար ժամանակություն է մի խոր վիրակի մեջ, մոտ 6 օր այնտեղ սոված և ծառամնում է և որից ստիպված ինքը խոստովանում է, ցույց է տալիս այնտեղը աղբակույտերի մեջ, որտեղ որ գտնվում էր Քրիստոսի խաչապայտը։ Մյուս խաչապայտերի հետ և այնտեղ էլ նաև գտնվում այն տախտակը, որ Պիղատոսը գրել է ես եմ արքան հրեից թագավորը։ Նույնիսկ այդ տախտակն են գտնում։ Եվ հետո արդեն մենք պատմությունից գիտենք, որ որպեսզի խաչապայտը գերության և այդպես վտանգներ չբերել նաև ժողովուրդների համար, որոնք որ Քրիստոսի խաչապայտից շատ երկրներ, երբ որ գրավում էին Երուսաղեմ իրենք հենց քրիստոնյաներին պատժելու համար Քրիստոսի խաչապայտն են գիտենք գերության տանում, որից հետո եպիսկոպոսները որոշում են, որպեսզի մասերի բաժանեն և տարբեր եկեղեցիներին քրիստոնեական բաժանեն, որպեսզի ուրեմն հետագայում դա պատերազմների կամ խնդիր չդառնա քրիստոնյա և այլ կրոնների միջև։ Շատ կարևոր մի հատված կար Մատթեոսի ավետարանի ուրեմն 24-րդ գլխի 27-րդ համարում, որը որ այսօր այն քարոզի բնաբանն է, երկինքը և երկինքը պիտի անցնեն, բայց մի խոսքերը չպիտի անցնեն, բայց այս մասին ոչ ոք չգիտի, ոչ հայր, ոչ մարդիկ, ոչ սուրբերը, ոչ Սուրբ Հոգին, ոչ Որդին և միայն Աստված գիտի։ Եվ սա ես կարծում եմ, որ շատ հաճախ պիտի նայեն այն քրիստոնեական մանավանդ հարանվայնությունները, որոնք որել են որոշում Քրիստոսի երկրորդ գալստյան։ Մինչդեռ հենց ավետարանում, Մատթեոսի ավետարանում այդ մասին կա, ոչ մեկ չգիտի։ Ասում է, թե ինչ պիտի լինի մինչև Քրիստոսի գալուստը, բայց երբեք չի ասում այն օրը, երբ կլինի Քրիստոսի երկրորդ գալուստը և աշխարհի ավարտը։ Սիրելի հավատացյալներ, այսօր քրիստոնյա աշխարհի համար նրանք տարբեր մեր եկեղեցիների, երբ որ խոսում եմ քրիստոնյա աշխարհ, նկատի ունեմ քրիստոնեական մեծ եկեղեցիներ, 5 եկեղեցիներ։ Եվ ուրեմն աղատները նկատի չունեն, որովհետև տարբեր աղատներ տարբեր կերպ են նկատում, ես ընդհանրապես չեմ նկատում իրենց իմ կյանքի ընթացքում, որովհետև մեր հիմքերը շատ ավելի ամուր են հազարամյակների պատմության անցած, հազարամյակների քարոզիներով անցած հավատքի մասին եմ խոսում, որ երբեմն ևս մեկ անգամ հաստատվում է Քրիստոսի այսօրվա ավետարանի այն խոսքը, որ երկինքը և երկիրը պիտի անցնեն, բայց իմ խոսքերը չպիտի անցնեն։ Քրիստոսի խոսքերի վրա հիմնված եկեղեցին ինքը շատ ամուր է։ Երբեմն ոչ շատ անգամներ մեր հավատքի զորությամբ, այլ քրիստոնեական եկեղեցու ճշմարտացիությամբ։ Այն եկեղեցին, որ մենք, այն քրիստոնյա եկեղեցին, որ մենք հավատում ենք, մենք տարբեր կերպ ենք ընկալում, տարբեր կերպերով ենք, շատ-շատերը գալիս են մեզ հարցում են, տեր այդ վզից խաչը ջարդվել է, ինչ դժբախտություն կլինի ինձ, իմ ընտանիքին, ջարդվել է, Քրիստոսի խաչապայտը ջարդեցին և բաժանեցին եկեղեցիներին, որովհետև Քրիստոսի խաչապայտի միջոցով Աստված մարդուն ադամական մեղքից մահվանից դեպի կյանք առաջնորդեց։ Խաչը ինչ էր այն ժամանակ, պատժի մի միջոց էր, որով հանցագործներին էին պատժում, բայց Քրիստոսի խաչեգությամբ խաչը դարձավ սրբագործված քրիստոնեական առարկա, որին մենք պաշտամունք ենք մատուցում։ Երկրպագում ենք քո խաչի առաջ, ասում է ավետարանը։
ասում են շարականներից շատ-շատերը, մեր ժողովուրդը միշտ խաչին են երկրպագում, ինչու համար, որովհետև խաչապայտի մեջ իրենք տեսնում են խաչյալին, Քրիստոսին, շատ եկեղեցիներում այսպես Քրիստոսի պատկերների, նույնիսկ պատկերապաշտություններ կան, նկարների, Քրիստոսի խաչապայտի նկատմամբ, խաչերի նկատմամբ, բայց մեր եկեղեցում առավել ընդունված է, որ խաչի վրա, խաչապայտի վրա չլինի Քրիստոսի խաչերությամբ նկարը, շատ չլինի, հիմա իմ խաչի վրա է կա, իմ ձեռքից, բայց մեր եկեղեցին ավելի շեշտադրում է հարության խաչի վրա, խաչից հարություն արած Քրիստոսի պաշտամունքի վրա, երբ որ մենք այսօր խաչ ենք ասում, երբ որ մկրտություններից հետո մենք մեր խաչը կախում ենք մեր վզներին, որպես մեր հավատքը ամրապնդող ընդունելություն երկնավոր հոր Աստվածորդու, նրա միջոցով փրկության ակնկալիքով։ Բայց մենք երբեմն առարկային ավելի շատ ենք մոտենում, դա վերաբերում է բոլոր նաև տոներին եկեղեցու։ Բոլոր տոները, որ նայեն մարդիկ շատ-շատ են նույնիսկ հեթանոսաբար են մոտենում, ոտնտվային կարակին, ուրենու այդ փորձությանը ժամանակ այդ ուրենու, երբեք խաչին այնքան չեն իրենց հավատքը զգում, որքան այդ տոների ժամանակ եղող կամ ճարոտ առաջի կրակին։ Բայց յուրաքանչյուր քրիստոնյայի համար կարևորը եկեղեցու գլխի խաչը իրենց հոգիների մեջ տեսնել։ Մեծանից շատ-շատերը մեր երկրային կյանքի ընթացքում կորցնում ենք այդ խաչը։ Դա յութեղեն խաչը չի։ Մենք յութեղեն խաչին չենք հավատում, մենք Քրիստոսի խաչապայտի սրբագործված Աստծո որդու հարությամբ ամրապնդված խաչին ենք հավատում, և նա մեր հոգիների մեջ է մշտապես, որը ոչ կկոտրվի, ոչ կջարդվի։ Այդ խաչը մենք կորցնում ենք, և այսօր այդ օրն է յուրաքանչյուրիս համար, որպեսզի այդ մարդիկ, ովքեր կորցնել են իրենց խաչը, այսօր գտնեն այդ խաչը իրենց հոգիների մեջ, ոչ թե տարբեր պատճառաբանություններով։ Ես 40 տարի է հոգևորական եմ և գիտեմ մեր ժողովրդի հավատքը ինչպես է, երբեմն կազմավորվում, անձնավորված, այս քահանան լավը չունեն, եկեղեցին լավը չի։ Առանց մտածելու, որ խոսում ես մի եկեղեցում մասին, որ հազարամյակների պատմություն ունի, հազարամյակների ընթացքում թրծված, մաքրագործված, սրբագործված, որովհետև այդ եկեղեցին միայն տվյալ ժամանակի հոգևորականը չի, այդ եկեղեցի Խրիմյան հայրիկն է, Կոմիտասն է, Գրիգոր Լուսավորիչն է, Տրտար թագավորն է, բոլոր այն սուրբները, որոնք որ այն բոլոր շարականները, որոնք որ այսօր մեր եկեղեցիներում երգում են, դրանք բացառիկ ստեղծագործություններ են հոգևոր, որոնք որ սերնդեսերունդ փոխանցում է եկեղեցու միջոցով, և այսօր մենք ժառանգել ենք դա։ Բայց մենք երբեմն կարող ենք ինչ-որ մի հոգևորական, մեկը լավ է խոսում, մեկը փոփոխում է վերեկենում, չգիտեմ, այդ եկեղեցին լավն է։ Ինչպես հիմա այսօր շատ-շատերը գտնվում են այդ աղանդների մեջ։ Բայց մարդը ազատկամ ունի և ինքը պետք է ընտրի։ Ես միշտ ասում եմ, գնացեք կանտեք ձորի այդ ամենածայրի մասում։ Ես ասում եմ մի քցի քեզ, որտեղ դա ինքնասպանություն է։ Բայց դու ազատ կյանք ես կարող ես քեզ քցել ընտրել։ Ոչ մեկ չի կարող մարդու ազատ կյանքին։ Մենք անընդհատ ասում ենք, ժողովուրդ չի կարելի, մի գնացեք։ Մի գնացեք պարզապես, այնպես ինչպես ձեր մորը չեք փոխի, եթե ձեր մայրը հանկարծ ձեր այսքին լավ երևա։ Կամ ձեր ընտանիքը, որտեղ դա ձեր այս երկրային կյանքի սրբության մաս է կազմում, ձեր ծնողները, ձեր զավակները, ընտանիքը, որտեղ այն մարդը, որ իր ընտանիքը չի սիրում, այն մարդը ոնց կարող է հայրենիք սիրել, որը որ չի կարողանում ընկալել իր ընտանիքում մշտապես իր հետ ապրող եղբորը և չի կարողանում եզրել գտնել քրիստոնեաբար մտերմանալու և գտնելու իրեն, որպես բարեկամ իր երկրի այս աշխարհի մեջ, իր երկրային կյանքի ընթացքում, ինչպես այդ մարդը կարող է հավատալ Քրիստոսին։ Եվ կամ ինչ-որ նյութականներով փոխելով, ես մի քանի անգամներ մեր եկեղեցում ասում եմ,
որքան էլ բարձր բղավել այն հավատացյալները, որ քրիստոնյաներ են, որ շատ-շատերը միայն դժվարությունների պահին են հիշում Քրիստոսին։ Ինձ համար քրիստոնյաներ են եկեղեցու անդամներ այն հավատացյալներն են, որոնք որ գնում են եկեղեցիները աղոթելու անկախ ամեն ինչից։ Դեր նորայել լավն է, վատը չգիտեմ, դա իմ հավատն է։ Իմ հայրերի ժառանգած ամենամեծագույն սրբությունն է, որի ժառանգորդը պիտի ես լինեմ, և նաև փոխանցողը պիտի լինեմ։ Դեր նորայել կմերտի կգնա, բայց հավատը եկել է։ Մենք բոլորս սխալական ենք։ Պետրոս Արաքյանը 3 անգամ ուրացավ Քրիստոսին, բայց նրան չխանգարեց դա, որ ինքը սուրբերի առաքյալների դասում դասվի։ Բոլորը կարող են սխալվել, բոլոր մարդիկ կարող են սխալվել։ Բայց այդ նույն կորցրած խաչն է, որ մեր հոգիների մեջ է գտնվում, այդ բանն է, որ մենք կորցրած ենք ինում խաչը։ Իսկ երբ որ մենք կարողանանք մեր հոգու մեջ գտնել սուրբ խաչին, այդ խաչը մեզ կառաջորդի, որպեսզի մենք մոտենանք այդ մարդկանց, գնանք գտնենք ճշմարտության եզրը և բարեկամությունը, խաղաղությունը, սերը ամրապնդել մեր հոգիների մեջ։ Ահա է ասում Քրիստոսի խաչապայքի գյուտը յուրաքանչյուր քրիստոնյայի համար, որ այսօր խաչը գտնելու օրն է, խաչը փառաբանելու օրն է, այսօր բարձրաձայնելու օրն է, որ մենք հավատում ենք և այդ հավատքով ենք մոտենում Քրիստոսին, որովհետև մնացած պարագաներում ոչ մի օգուտ չենք ունենալու։ Եթե մենք կասկածենք մեր քրիստոնեական հավատքը կամ հենց այնպես առօրյա կենցաղային որպես ժառանգություն ընդունենք և նրան մասին խոսենք և հիշենք միայն մեր դժվարությունների ժամանակ։ Եվ սիրելի հավատացյալներ, այս մտածումներով, այս խոհումներով ես ուզեցի, այս խոհումները ուզեցի կիսվենք միմյանց հետ, որպեսզի մենք բոլորս սխալական ենք և տարբերաբար սխալների մեջ են գտնվում և բոլորս անհրաժեշտություն ենք ունենում, որպեսզի այդ պահին Տերը մեկնի իր ձեռքը օգնի մեզ, որպեսզի մենք կարողանանք բարձրանալ և գտնել իրեն և ապրել իրենով, այն վստահ համոզումով, որ մենք Քրիստոսի խաչապայքը մշտապես ազնվորեն կրում ենք մեր հոգիների մեջ այսօր և վաղը և հավիտյանս ամեն, և դուք մեզ համարձակական կաղարով, վաղանով մեր անցներ, կարդանացներ, և նավոր հայ,